Հայաստանի ընտրական համակարգի թափանցիկությանը և ներառականությանն աջակցում են միջազգային գործընկերները։ Այդ համագործակցության շրջանակում էլ հուշագիր ստորագրվեց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը ազդարարեցին Արտեմիս նախագծի մեկնարկը։ Միջոցառման ներկա դեսպանները ներկայացնում են այն երկրները, որոնք որ իրենց աջակցությունն են բերել ծրագրին։ Ծրագիրը ենթադրում է $5 միլիոն աջակցություն ընտրական համակարգին, բայց դա մինչև 27 թվական, այսինքն 27 թվական ներառ այս փուլում, այսինքն խորհրդանական ընտրություններին ընդառաջ միջազգային աջակցությունը $3 միլիոն է կազմում։ Հուշագիրը միտված է բարելավելու Հայաստանի ընտրական համակարգը 2026-ի խորհրդանական ընտրություններին ընդառաջ։ Մենք ձեռք-ձեռքի առաջ ենք ընթանում հատկապես 2026 թվականի ընտրություններին ընդառաջ, հասցեագրելու ընտրական գործընթացի բոլոր կարևոր բաղադրիչները և փորձելու միասնաբար առճակատվելու այն մարտահրավերներին, որոնք հնարավորություն կտան ընտրությունները կազմակերպել առավելագույնս թափանցիկ։ 2018-ից Հայաստանի կառավարությունը ստանձնել է ազատ արդար թափանցիկ ընտրություններ անցկացնելու հանձնառություն, նկատում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Միջազգային գործընկերները դա արձանագրել են, բայց պետք է ասեմ, որ այս գործընթացները արդյունավետություն չէին ունենա, եթե չլիներ այստեղ ներկայացված գործընկերների աջակցություն այս տարիների ընթացքում։ Եվ այս հուշագրի ստորագրումը նախ դա է վերահաստատում, նաև ցույց է տալիս, որ այդ աջակցությունը, օժանդակությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ընտրական գործընթացներին մեր գործընկերները նույնպես կարևորում են, արձանագրել են, որ այն միջոցները, որոնք նրանք նախկինում տրամադրել են, իրենց նպատակին ծառայել են։ Իսկ միջազգային գործընկերները ընտրական գործընթացներում Հայաստանի աշխատանքը բարձր են գնահատում։ Ինչ սովորել ու ինչ ստանալ գործընկերներից։ Կարծում եմ դա է հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության ընտրությունը։ Կարծում եմ նաև, որ Եվրամիության հետ էլ Հայաստանը ինտեգրման բավականին մեծ ճանապարհ է անցել։ Մեծ ներուժ կա համատեղ աշխատելու տնտեսական ոլորտում, այդ թվում թափանցիկության ներառականության մասով։ Վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը ևս, որը Հայաստանը սկսել է, կարծում եմ մեծ ներուժ ունի երկու տարածաշրջանները միմյանց ավելի մոտեցնելու համար։ Շատ կարևորում ենք նման համատեղ համագործակցային միջոցառումները։ Կառավարության ներգրավումը նմանատիպ միջոցառումներին։ Հուսով ենք ամեն ինչ սահուն կընթանա և ծրագիրը անխափան կիրագործվի։ Հուշագրի ստորագրման ընթացքում կարևորվեց նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարողությունների նպատակային ամրապնդումը, այդ թվում մասնագիտական կարողությունների զարգացումը, տեխնիկական հագեցվածության բարելավումը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ներառումը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի դիտարկմամբ բոլոր այս քայլերը ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը դրանց նկատմամբ։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։